Երբ Եոնը տեսնում է, որ ինչ որ մեկը ընկնում է ջուրը, նա գնում է նրան փրկելու։ Այնուհետև նա տեսնում է տղամարդու դեմքը, որը պարզվում է, որ Հունանն է։ Հունանը թվում է մահացած, բայց կենդանի է։ Երբ Եոնը օգնում է նրան, Հունանը գիտակցության է գալիս եւ հարցնում. «Եոն, ինչ ես անում ինձ հետ»։ Եոնը պատասխանում է. «Ես փրկեցի քեզ»։ Հունանը պատասխանում է. «Ես քեզ չեմ հավատում»։ Եոնը զայրացած պատասխանում է. «Պավ, ուրեմն մնա այստեղ, որովհետև Հունանը կարող է նույնիսկ չկարողանալ քայլել»։ Այնուհետև Հունանն ասում է. «Եյոն, ներողություն եմ խնդրում, ես ողջ մնացի քո շնորհիվ, այնպես որ պետք է ինչ որ մեկին զանգեմ, ուր ինձ քո հեռախոսը»։ Մաշան գոռում է. «Մաննանի վրա Թրեսոյի պատճառով»։ Այնուհետև Մաննան ասում է. «Սա քո եղբայրների պատճառով է, որովհետև նրանք ինձ ասացին, որ սա անեմ երեխայի հետ կապված»։ Լսելով սա, Մաշան նաև մտածում է. եթե սա ճիշտ է, ապա նրա եղբայրները փորձում են խաբել նրան։ Այսպիսով նա ասում է Մաննանին. «Եթե քո ասածը ճիշտ է, ապա դա քո պատճառով է։ Եթե դա ճիշտ է, ապա ես երբեք նրան չեմ հանդիպի, իսկ եթե դա սխալ է, ապա դա վատ կլինի քեզ համար»։ Մանանը նույնպես համաձայն է դրան, քանի որ լիովին համոզված է։